Ժողովուրդ ջան, արդեն 21-րդ թորն է, ինչ հնդկահավը նստած է ու ուզում եմ ցույց տալ ինչ արդյունք ունենք։ Ես արդեն նայել եմ իհարկե, բայց ձեզ էլ եմ ուզում ցույց տալ։ Այստեղ արդեն ժողովուրդ ջան, ճտերը դուրս են եկել ձվերից։ Ես արդեն հանել եմ, այստեղ ցավոք երկու ջութ ձվի մեջ հնդկահավը տրորել է ու սատկել են, 18 ձվից երկուսը այդպես է դուրս եկել ու երկու հատ էլ այստեղ, որից մեկը են կանաչ ձուն է, երկու հատ այս մեկը տեսել եմ, որ արդեն սաղմը ներսում սատկած է, խեղդվել սատկել է, իսկ այս մեկը դեռ ողջ է, բայց դեռ ոչ ծկրթել է, ոչ մի բան։ Ու մնացածը արդեն սենց դուրս են եկել։ Հիմա չեմ ուզում հնդկահավին հանեմ, քանի որ դեռ պահելու եմ այնքան, մինչև հասկանանք այս ձվերից, այս կանաչի հետ ինչ է կատարվում։ Իսկ մնացածը արդեն սենց առողջ 14 հատ ճտեր ունենք, բայց քանի որ աշխատանքի եմ եղել, չեմ նկատել կանաչ ձվերից ինչ ճտեր են դուրս եկել, հիմա մնում է մենք ենթադրելով հասկանանք, որը ինչ է։ Այստեղ ունենք նաև տեսեք, ոտքերը այս վիճակում ճտեր են, մազոտ ոտքերով տեսեք ճտեր են, իսկ կանաչ ձվերից թե ինչ ճտեր են դուրս եկել, ես այդպես էլ չտեսա ու չհասկացա։ Իհարկե կարող եմ ենթադրելով այսպես ասել, բայց դեռևս այդպես էլ չհասկացա, որից ինչ է դուրս եկել, այսպիսի ճտեր ունենք։ Արդեն կմեծանան կհասկանանք ինչ սորտի են այդ կանաչները, ու սպիտակը ենթադրում եմ, որ այս մեկն է, չէ, այս մեկը չէ։ Այս մեկն է սպիտակ ձվից, սա է դուրս եկել։ 3 կանաչից չգիտեմ որն է։ Գուցե սրանք են։ Ամեն դեպքում, երբ ձվից դուրս գալուց չես տեսնում, ենթադրելն արդեն այսպես ենթադրությունների վրա հիման վրա կարող ենք ասել, բայց այս ոտքերը, այս ձևի ճտերը, սրանք ենթադրում եմ կանաչները չեն, ես էլ չունեմ այսպիսին, 1-2 հատ ունեմ, դեռ ճտեր են, դեռ չեն ածում։ Ձմռան դրած թուղսը արդեն գարնան առաջին օրերին դուրս եկավ ձվերից, դուրս եկան ձվերից այս ճտերը, այստեղ էլ ունենք, տեսնենք այստեղ, տեսեք նաև սև ունենք, ինչև է, այսպես չենք կարող ասել, որից ինչ է դուրս եկել, մնում է ենթադրել, ինչ ճտեր են այստեղ, ինչ սորտի, ինչ հավեր են, որ կանաչ ձվեր են ածում։ Գուցե սևն է, ինչև է, հեսել է դժվար կարողանանք այսպես հասկանալ։ Այստեղ թողելու եմ մինչև էմի ձվի հետագա ճակատագիրն էլ հասկանանք։ Ճտերը կարող են դեռ 24 ժամ սոված մնալ իրենց ձվի մեջ, դեղնուցի հաշվին իրենք դեռևս այսպես ապրելու են, որ 24 ժամ հետո արդեն անպայման պետք է կերակրել, ես արդեն պատրաստում եմ իրենց բունը, որտեղ պետք է իրանք մեծանան, մնացածը արդեն ընթացքը ձեզ ցույց կտամ ու կպատմեմ։ Ենթադրում եմ, որ սա է, չգիտեմ, կանաչներից մեկը սա է, կար երկու տիպի կանաչ, բաց կանաչեր, կապտավուն և մուգ կանաչ, մուգ կանաչներից մեկը դեռ էստեղ է ձուն, մեկը ճուտը դուրս է եկել, մնացածը չգիտեմ։ Իսկ սրանց համար ափսոսում եմ իհարկե, բայց ինչ արած, ոչինչ չենք կարող անել, որովհետև այս դեպքում լինում է այսպիսի բաներ, երբ թուղսը տրորում է։ Ժողովուրդ ջան, ուշ երեկոյա ու եկել եմ
թռչուններին էսպես նայելու, որպեսզի լույսերն անջատեմ ու եսեք սագերից մեկը էստեղ անստել նոր սարքած բներում, իսկ մյուսը արդեն թուղթ ենք դրել, արդեն բմբուլները հավաքել է ու ձվերը արդեն 10 ձու լցրել ենք տակը ու այսպես փակել ենք, որպեսզի մնացած սագերը նրան չխանգարեն։ Ժողովուրդ ջան, հիմա ձեզ ուզում եմ ցույց տամ այն սերմերը, որոնք այս տարի ցանելու ենք։ Գարունը կարծես թե հասճանաբար իր դերի մեջ է մտնում ու ես արդեն սերմեր եմ պատվիրել ու ուզում եմ ձեզ ցույց տալ ու կիսվել այդ սերմերով։ Տեսեք, այստեղ ունենք տարբեր տեսակի ծաղիկներ, որոնք փորձելու ենք ցանել այս տիպի, որոնք առանձին ես սերմելուց ցույց կտամ ինչ ենք անելու, բայց այստեղ նաև բանջարեղենի սերմեր են պատվիրել, հիմնականում տարբեր տեսակի պամիդորներ են, տարբեր գույների, չափերի, այդ տեսեք նաև սև գույնը ու այսպիսի տեսակներ են պամիդորները, բիբար ենք ցանելու։ Ճիշտն ասած, այս տարի որոշել եմ նաև տանը սածիլներ դնեմ, որպեսզի սածիլներն ավելի շուտ լինեն, դրա համար նաև լույս եմ պատվիրել ուլտրամանուշակագույն ճառագայթներով լույսա, որի տակ կարելի է սածիլներ աճեցնել, սկրինը կտեղադրեմ այստեղ, իսկ մնացածը արդեն ցանելուց ցույց կտամ, սա էլ դդում է, սա երկու տեսակ կաղամբ, պատիսոն այս տիպի ինչ-որ բան ենք ցանելու, հասկանանք ինչ է, ճիշտն ասած այսպես համացանցից եմ տեղեկացել, այս էլ կծու ծիծակա այս տեսակն է, սա ժողովուրդ ջան ինքը սպունգա ստացվում սրանից, աճեցնում են, երբ արդեն հասունանում է, ինքը բնական սպունգ է դառնում, սրա սկրինն էլ կդնեմ, թե ինչ տեսք է ստանալու վերջում, փորձելու ենք աճեցնել։ Ունենք այս տիպի վարունգներ,
մի քանի տեսակ, սրանք էլի ծաղիկներ են, պամիդորի սորտ էլի, տարբեր արտադրանքներ եմ առել, տեսեք, կա այս տիպի ֆիրմայից և կա այս ֆիրմայից, իսկ սերմերի մեջ նաև հայկական սերմեր են, ժողովուրդ ջան, բազուկ ենք ցանելու, ճիշտ է, մենք մեր ավանդական բազուկի տեսակն ունենք, սակայն սա տեսա համացանցով, որ ինքը շատ երկար տեսք է ստանում ու ինքը հաճելի սեղանի սորտ է, էլի բիբարի տեսականի 2 տեսակ կա ու էլի պամիդորներ։ Ինչ եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, այստեղ սերմերը գնելուց իհարկե շատ լավ է, որ մենք համացանցով արդեն կարողանում ենք ինչ-որ սերմեր գնել, ընդ որում հայ վաճառողներ են իրենք, այս ռուսական սորտերը, այս հայկական սերմերի մասին չի խոսքը, բանջարեղենը, որ առնում ենք, իհարկե ընտրությունը կատարում ենք նկարներով, այսինքն նկարներ իրենք այսպիսի տեսքով տեղադրում են, մենք էլ այսպես տեսքին նայում ենք ու առնում ենք, բայց պամիդորների սերմերն ուսումնասիրելուց տեսա, որ շատերը իրենք փակ գրունտի համար են, ջերմոցների համար են, ինչի մասին վաճառողը այսպես տեղյակ չէր պահել, չէր հարցրել արդյոք ջերմոցի համար ես ուզում թե չէ, ես էլ այսպես պատվիրել եմ, ինչևէ փորձելու ենք սրանք դրսում ցանենք ու հասկանանք ինչ արդյունք է տալու։ Այսքան ահագին սերմեր ունենք տարբեր տեսակի, որոնք փորձելու ենք աճեցնել, ցանքը սկսելու ենք արդեն մարտ ամսի կեսերից, փորձելու ենք տանը փոքր բաժակների մեջ սացիլներ աճեցնենք, որոնք հետագայում տեղափոխելու ենք բաց գրունտ։ Ընթացքը ձեզ ցույց կտամ, իսկ այն ուլտրա մանուշակագույն ճառագայթներով լույսի սկրինը կտեղադրեմ այստեղ, եթե կհետաքրքրի, արդյունքներով էլ կկիսվեմ, արդյոք արժե մարտ ամսին այդ ուլտրա մանուշակագույն ճառագայթներով լույսի տակ սացիլներ ստանալ տանը։ Այս սերմերն էր ինձ համար նորություն, ժողովուրդ ջան, փորձել եմ սա աճեցնել, հայկական արտադրության ծաղիկներ են, տեսնենք ինչ կստացվի։ Ժողովուրդ ջան, հիմա ամփոփեմ, թե ինչ եղավ հնդկահավի ձվերի հետ, քանի ջուտ դուրս եկավ։ Դրել ենք 25 ձու, որից մեկը ջարդել էր և 6 հատ եղել էին առանց սերմ ձվեր, որոնք ժամանակին հանել էինք։ 18 ձվից 2-ը ինքը տրորել էր, մեկը եղել է սաղմը մեջը սատկած, իսկ մի ձուն կանաչ ձվերից մեկը ուշ դուրս եկավ, որը մի փոքր, այսպես ասած, թույլ ջուտ է, ինքը հիմա թխսի տակ է։ Հիմա, այ տեսիք, այս սա էր, ինքը կանաչ ձվերից էր, ու նաև պորտ ունի, եթե տեսնում եք, սա իհարկե չի ապրի, իհարկե ես որոշակի սպրեյ ունեմ, որով այս սպրեյով փչել եմ պորտին, որպեսզի չորանա, միգուցե փրկվի, բայց չեմ կարծում, որ կփրկվի։ Մնացած ճտերը առողջ նորմալ ճտեր են, հիմա թաքնվեցին իհարկե, բայց տեսեք սիրուն, այսպես ճտեր են, կարծում եմ կանաչներից մեկը սա է, ունենք նաև այսպես ոտքերով սիրուն, տեսեք ոտքերի նայեք, այսպես ճտեր, իրանց արդեն կերակրել եմ, կերը լցրել եմ այստեղ շորի վրա, թեև իրենք արդեն կեղտոտել են շորը ու նաև ջուր ենք դրել, ստացել ենք արդեն 15 ջուտ, որից մեկը թույլ է, մի փոքր կասկածում եմ, որ կապրի, մնացածը ակտիվ, այսպես աշխուժ ճտեր են, արդեն առատ կերն ուտում են, կերը ես ժողովուրդ ջան, բազմիցս ասել եմ, որ մի անգամից կոմբիկեր եմ լցնում ու այսպես ստարտ կոմբիկերա, որ իրանք արդեն ակտիվ ուտում են, այսպես աշխուժ սիրուն ճտեր են, տեսեք, այս մեկի նայեք, տեսեք ինչ սիրուն է, ոտքը նայեք, այսպես 5 հատ սիրուն ճտեր կա, մնացածն էլ արդեն կանաչ ձվերից սա
Սա է կարծում եմ, չէ, այս մեկն է ու մի հատ էլ երևի թաքնվել է, այ նա է կանաչ ձվերից։ Արդեն մուգ կանաչ ձվերից երևի այսպիսի ճտեր են դուրս եկել, որը ցավոք ես չտեսա ձվերից ինչ ճտեր դուրս եկան, բայց վստահ եմ, որ արդեն իրենց փետուրներն աճի, արդեն կարող ենք հասկանալ, որ ձվից ինչ ջուտ է դուրս եկել, այսպես ենթադրելով ես կարող եմ ասել, բայց դա ուղղակի ենթադրություն է։ Մնացածը տեսեք, նաև ունենք սև, ոտքերը էլի փետուրներով, նաև իմ հավերի ձվերից կա այստեղ, մի խոսքով այսպես աշխուժ սիրուն ճտեր ենք ստացել։ Ընթացքի մասին արդեն առանձին ձեզ ցույց կտամ հաջորդ տեսանյութերում, իսկ հիմա կարող եք բաժանորդագրվել ալիքին եւ որպեսզի իմ աշխատանքը նաեւ այդ տեսքով գնահատեք, անպայման տեսանյութը դիտելուց հետո վերջում նաեւ հավանեք տեսանյութը եւ կարող եք նաեւ կիսվել։ Այսքանը ժողովուրդ ջան, լավ եղեք, ինչ նոր հանդիպում։ Ողջույն գյուղասերներ, եթե ձեզ հետաքրքիր է մի քանի րոպե դիտել իմ տնտեսությունը, կարող եք մնալ ինձ հետ, իսկ ես այսօր խոսելու եմ ճտերի խնամքի մասին։ Հաճախ են մեկնաբանություններում գրում, ինչպես խնամենք, որ առողջ ճտեր մեծանան, ինչ անենք, որ չսատկեն։ Ես պատասխանում եմ ձեր հարցերին իմ փորձով, ես առանձնապես մեծ գիտելիքներ չունեմ, բայց փորձ ունեմ, որով կարող եմ ձեզ խորհուրդներ տալ, ինչ անել, որ առողջ ճտեր մեծանան։ Հիմա մարտի 8-ն է, առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել կանանց եւ մայրերին տոնի կապակցությամբ, ցանկանալով մեծ երջանկություն եւ ուրախ կյանք։ Իսկ ճտերի մասով ժողովուրդ ջան, պատմելու եմ մի քանի կանոնների մասին, թե ինչպես անել, որպեսզի ճտերն առողջ լինեն եւ չսատկեն։ Տեսեք, այս ճտերը կարելի ասել ձմռան ճտեր են, իրենք հնդկահավը փետրվար ամսին նստեց, ու մարտին ճտերը դուրս եկան եւ ինչու ես որոշեցի այս ցրտերով ճտեր ունենալ, որովհետեւ անցած տարվա փորձը ինձ հուշեց, որ ձմռանը ճտերն ավելի առողջ են լինում եւ երբ ձմռանը ճտեր եք ունենում, ապա գարնանը նրանք կարողանում են առողջ մեծանալ, իսկ ամռան կեսին արդեն կարող ենք ածան հավեր ունենալ։ Եվ այստեղ կարևոր է մի քանի կանոն, որոնք պետք է պահպանենք, որպեսզի առողջ լինեն ճտերը եւ շուտ մեծանան։ Տեսեք, փոքր ճտերի համար շատ կարևոր է ջերմաստիճանը, այն կացարանի ջերմաստիճանը, որտեղ պահում եք, լուսավորությունը, առատ կերը եւ մաքուր ջուրը։ Այս 4 պայմանը ապահովելու դեպքում դուք կունենաք առողջ ճտեր, որոնք ոչ մի խնդիր չեն ունենա։ Սկսենք ջերմաստիճանից։ Ջերմաստիճանի համար ժողովուրդ ջան, կա հստակ սանդղակ, որով պետք է առաջնորդվել ճտերը խնամելու ժամանակ։ Ձվից նոր դուրս եկած ճտերի համար պետքա պահպանել մինչև 36 աստիճան տաքություն, 35-ից 36 աստիճան տաքություն, որովհետև այդ ընթացքում նրանք փոքր են, բնականաբար ջերմաստիճանի եւ ջերմության կարիք ունեն։ Իսկ այնուհետև արդեն
ջերմաստիճանը աշճանաբար նրանց աճին զուգընթաց պետքա փոքրացնել։ Օրինակ, երրորդ օրը կացարանի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 33-34, իսկ 5-րդ շաբաթականում արդեն ջերմաստիճանը աշճանաբար իջեցնում ենք մինչև 18-ից 20 աստիճան։ Դրա համար, տեսեք, ես օգտվում եմ այսպիսի 100 վատանոց լամպով եւ այստեղ ես ունեմ 5 սառնարան է սա, որը ինքը ջերմամեկուսիչ է։ Այս 5 սառնարանը ջերմամեկուսիչ է ու վրայից այսպես կտորով ծածկում եմ եւ լամպոչկան կախում եմ ներսում, համապատասխան ջերմաստիճանն ապահովում է։ Իսկ եթե դուք չունեք այս հարմարությունը, ուղղակի կարող եք որևէ արկղ դնել, ուղղակի այստեղ շատ կարեւոր է լամպը կախելուց հաշվի առնել, որ հնարավոր է հրդեհի վտանգ լինի, այդ պայմանները շատ կարևոր է պահելու համար, որպեսզի խնդիրներ չունենաք, հրդեհ չլինի։ Մնացածը, ժողովուրդ ջան, սանդղակը ես հիմա կտեղադրեմ տեսանյութում, դուք կարող եք այդ տեսանյութից վերցնել ջերմաստիճանային սանդղակն ու առաջնորդվել դրանով։ Եթե ջերմաստիճանը ցածր է լինում, ճտերը բնականաբար առողջ ու նորմալ չեն աճում։ Ես ջերմաչափ ունեմ իհարկե, բայց այս պահին չեմ կախել, որովհետև ես կարող եմ նաև ճտերին նայելով հասկանալ իրենց համար ցուրտ է թե տաք։ Ինչպես դա կարող եմ իմանալ, ժողովուրդ ջան, եթե կացարանում ջերմաստիճանը ցածր է լինում, ճտերը հավաքվում են մի անկյունում եւ հատկապես իրենք մոտ են գնում դեպի լամպը, որպեսզի տաքանան։ Իսկ եթե ջերմաստիճանն իրենց հարմար է լինում, այսինքն տաք է լինում, իրենք ծվրվում են արդեն կացարանով մեկ, առողջ են, վազվզում են, եւ եթե ջերմաստիճանը բարձր է լինում եւ իրենց համար հարմար չի լինում, շատ բարձր է լինում, ապա նկատում եմ այդ ժամանակ, որ իրենք ուղղակի թևերը կախում են ու բերանները բացում են։ Սա նշանակում է, որ իրենց համար ջերմաստիճանը բարձր է։ Այդպես ճտերի վարքին նայելով կարելի է հասկանալ ցուրտ է թե տաք, թե իրենց համար հարմար է։ Այս պահին ես շորը քաշել եմ վրայից, դրա համար մի փոքր մրսեց, դրա համար իրենք հավաքվել են թխսի մոտ, սա նշանակում է, որ արդեն մրսում են։ Երբ արդեն փակեմ, արանքով նայելու եմ ու տեսնել եմ, որ իրենք արդեն նորից աշխուժացան, թեև այս պահին էլ դեռ աշխուժ են։ Կերի մասով, ժողովուրդ ջան, ինչ կարող եմ ասել, որ կերի համար իհարկե մեր մեծերը այն ժամանակ, քանի որ համակցված կերեր այդքան շատ չի եղել, իրենք ձվից դուրս եկած ճտերին կերակրել են ձվով, սկզբի մի քանի օրը։ Ես արդեն երկար տարիներ բացառում եմ ձվով կերակրելը, որովհետև արդեն կա հարմար տարբերակ, դա համակցված կերերն են։ Տեսեք, համակցված կերերի անուններ չեմ տալու, որովհետև դա գովազդ կլինի, բայց ես արդեն ունեմ ինձ համար նախընտրելի կերը, որով ես արդեն մի քանի տարի է կերակրում եմ թռչուններին ու ունեմ առողջ թռչուններ։ Առաջին օրվանից, երբ արդեն ձվից դուրս են գալիս, իրենց կերակրում եմ կոմբիկերով, իհարկե կա կոմբիկերի համակցված կերերի մի քանի համարներ, որոնք համապատասխանում են նրանց տարիքին, կա մինչև 10 օրական, 10-ից 20 օրական եւ այսպես։ Եթե դուք պահպանեք այդ պայմաններն ու իրենց կերակրեք համակցված կերերով, ապա որևէ այլ լրացուցիչ կերի եւ հատկապես ձվի կարիք չի լինելու։ 4-րդ օրվանից կարող եք սոխ կտրտել կերի հետ տալ։ Սոխը ինքը շատ հակաբակտերիալ հատկություն ունի ու աղիներն ու մասողությունը կարգավորում է, բայց եթե չունեք, ապա հոգ չէ, ինքը կոմբիկերի մեջ շատ հարուստ է, իսկ կոմբիկերը վիտամիններով, ճտեր էլի նորմալ կաճեն։ Արդեն 15 օրականից կարող եք նաև կանաչ խոտ կտրատել, դե հիմա կանաչ չկա բնականաբար, ես իրենց չգիտեմ էլ երբ կանաչ խոտով կերակրելու հնարավորություն կունենամ, բայց այդքան էլ
հոգ չի, թե ինչով կկերակրի, կարևորը այ կոմբիկերը կա, մնացածը արդեն լրացուցիչ գերեր են, լրացուցիչ վիտամիններ են։ Հաջորդ կարևոր պայմանը, ժողովուրդ ջան, համարվում է լուսավորությունը։ Տեսեք, լամպը ինքը եւ ջերմաստիճան է հաղորդում, եւ լուսավորություն է տալիս, եւ օրվա 24 ժամից 14 ժամը միացրած են պահում, իսկ մնացածը անջատում է, որպեսզի նաև ճտերը քնեն ու հանգստանան։ Բայց եթե դուք թուղթ չունեք, այսինքն ճտերը թխսի հետ չեն, իրենց պետքա ամբողջ 24 ժամը ապահովել եւ լուսավորությամբ եւ ջերմաստիճանով, որովհետեւ գիշերը իհարկե եթե թուղթ չկա, ջերմաստիճանը կիջնի եւ բնականաբար նրանք կմրսեն ու կսատկեն։ Կարևոր է նաեւ կացարանի մաքրությունը, ժողովուրդ ջան, տեսեք, ես իրենց տակ ծղոտ եմ փռում, առաջին օրերին շատ կարևոր է ծղոտ փռելը, որովհետեւ եթե դուք մանր փայտի թեփեր եք փռում, ապա առաջին օրերին իրենք դեռևս սովոր չեն կերին եւ կարող են կծահարել փայտի թեփը ու այդպես իրենց վնաս կլինի, իսկ ծղոտը այդքան խոշոր է եւ իրենք այդպես կծահարում են իհարկե, բայց իրենց որևէ վտանգ չի ներկայացնում։ Հետո արդեն երբ մեծանում են, կարող ենք նաեւ փայտի թեփ։ Նույնիսկ ես առաջին օրերին նշեմ, որ նաեւ կտոր են մենքնում ծղոտի վրա, որպեսզի իրենք դեռևս այդքան ակտիվ չեն, կարողանան հեշտ տեղաշարժվել, բայց երբ արդեն երկրորդ օրվանից ակտիվ տեղաշարժում են, կտորը հանում են։ Այդ տեսեք իրենք ոնց են հավաքվել իրար վրա, սա նշանակում է, որ կացարանը արդեն ջերմաստիճան իջել է, ինչը պայմանավորված է նրանով, որ ես կտորը քաշել եմ ու նկարում եմ։ Ու ամենակարևոր պայմաններից մեկը, ժողովուրդ ջան, դա մաքուր ջուրն է։ Առաջին օրվանից ես իրենց տալիս եմ եռացրած, սառեցրած ջուր, որը պետքա լինի ջերմաստիճան, սենյակային ջերմաստիճանի։ Չի կարելի ծորակից ջուր լցնել ու տալ իրենց, որովհետև դեռևս իրենք շատ մեծ իմունիտետ չունեն ու կարող են մանրենել անցնել ու վնասվել։ Ինձ հաճախ են հարցնում, ինչ դեղեր եք տալիս, ինչ սրսկումներ եք անում, ժողովուրդ ջան, գիտեմ, որ կա լավ դեղամիջոցներ, որոնցով կարող են ճտերի մոտ պատվաստումներ անել ու խուսափել շատ հիվանդություններից, բայց անկեղծ ես այսպես անասնաբուժական գիտելիքներ չունեմ եւ բնականաբար իրենց չեմ սրսկում, կուզեի իմանալ եւ ձեզ էլ փոխանցել, բայց այս պահին սուտ կլինի ասել, որ ես գիտեմ, ես ձեզ ինչ որ խորհուրդ տամ։ Որևէ սրսկում չեմ անում, իհարկե, երբ արդեն 1 ամսական է լինում, իրենց վիտամիններ եմ տալիս, որոշակի անտիբիոտիկներ եմ մեկ-մեկ տալիս, բայց դա արդեն անհրաժեշտության դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը չկա, այսինքն ճտերը նորմալ են աճում ու խնդիր չի լինում, ես կարիք չեմ տեսնում իրենց որևէ դեղ տալ։ Մնացածը, ժողովուրդ ջան, իհարկե ընթացքում գերերը փոխում եմ ըստ աճի եւ հետո 1-2 ամսականից իրենց արդեն սովորեցնում եմ նաեւ ցորենին, որպեսզի միայն կոմբիկերով չկերակրեմ ու կոմբիկերն աստիճանաբար հանում եմ կերաբաժնից, որովհետեւ գիտենք, որ կոմբիկերերը թանկ են ցորենի համեմատ ու միայն կոմբիկերով պահել այդքան էլ ձեռնտու չէ։ Այսքանը, ժողովուրդ ջան, ուզում էի կարճ տեսանյութով ձեզ ներկայացնել ինչ վիճակում են իմ ճտերը այս պահին ու նաև մի քանի խորհուրդ տալ, թե ինչպես անել, որպեսզի ճտերն առողջ մեծանան։ Հուսամ ձեզ դուր եկավ եւ ձեզ պիտանի եղավ այս տեսանյութը, իսկ դուք որպես իմ աշխատանքի գնահատական կարող եք հավանել տեսանյութը, լայք դնել, բաժանորդագրվել ալիքին ու շատ կարևոր է նաև, որ որևէ մեկնաբանություն թողնել։ Եթե հարցեր ունեք կապված խնամքի հետ, ոչ բուժման հետ այդքան շատ մեծ գիտելիքներ չունեմ, խնամքի հետ կարող եմ խորհուրդներ տալ, ապա կարող եք գրել մեկնաբանություններ։ Եթե հարց չունեք, ուղղակի կարող եք բարևել ինձ, ես սիրով
պատասխանում եմ, երբ ժամանակ եմ ունենում ու փորձում եմ բոլորին պատասխանել, մնացածը արդեն ընթացքում ձեզ ցույց կտամ։ Լավ եղեք ժողովուրդ ջան, մինչ նոր հանդիպում։ Ակլորները տեսեք արևի տակ ոնց են փայլում ժողովուրդ ջան։ Այս սիրուն գույների համար ձեռս չի գնում, որ իրանց մորթեմ կամ վաճառեմ։ 6-7 հատ ակլոր ունեմ, 6-ն էլ այսպես են, ասենց սիրուն տարբեր կատարներով ու գույներով։ Բայց ամբողջ օրը այսպես կռվում են իրար հետ։ Դերը ժողովուրդ ջան, մի շաբաթական են համարյա ու տեսեք ինչ ձև են աճում, ոնց են խոշորացել։ Այդպես ճիշտն ասած ես այսպես էլ չհասկացա, թե կանաչ ձվերից եւ են միայն մեկ սպիտակ ձվից ինչ ճտեր դուրս եկան։ Միայն այստեղ կարամ ոտքերը մազոտ ճտերին ասեմ, որ դա ինչ ձվերից են, դա այն ձվերից են, որ ինձ նվեր են տվել, իսկ այդ կանաչ ձվերից այդպես էլ չհասկացա ինչ ճտեր են դուրս եկել։ Մի փոքր վախենում են, որ բացել եմ, բայց հեսա մի արանքով կփակենք ու ցույց կտամ։
Այ նայեք, տեսեք այս սևը, ոտքերելի փետուրներով, 5-6 հատ այսպես կան ու տարբեր գույներ են, հիմա արդեն իրանց վրա փետուրներ է աճում, ըստ այդմ կարանք արդեն մոտավոր գույները իմանանք։ Բնականաբար նաև իմ հավերի ձվերից էլ կան, կարմիր հավեր, որոնք քանակով քիչ են, բայց այ տեսեք ոտքերի նայեք, ոնց է ներևում իրան։ Ու ասեմ, որ փետուրները բավականին առատ են, եթե սրանք նույնիսկ բրամայի խառնուրդներ են, ապա իրենց մեջ բրամայի արյունը ավելի շատ է գերակշռում, քան խառնուրդի տեղականի։ Տեսեք, այս մեկի նայեք, հələ ոտքերի նայեք, տեսեք։ Քան խիտ մազածածկույթ կա ոտքերի վրա, ինչը իրենց ավելի գեղեցիկ է դարձնում։ Այ մոխրագույնին է անկինում։ Փոքր հետ քաշվենք, միգուցե դրանք կեր ուտեն։ Հենց օրական մի քանի անգամ կերը լցնում եմ իրանց մոտ, իրանք ուտում են։ Իսկ հնդկահավը անհանգիստ է, նայեք։ Սան ժողովուրդ ջան, մինչև մի ամսականա ես այստեղ եմ թողելու, հետո նոր աստիճանաբար իրանց կսովորացնեմ նաև դրսի կլիմային, գարնան սկիզբ, հատկապես երբ բաց ես թողնում, այդ ժամանակ հողը այդքան շատ տաքացած չի լինում և հողից հիվանդություններ ստանալու հավանականությունը շատ քիչ է լինում։ Դրա համար այսպես վաղ գարնան ու ձմռան ստացած ճտերը բավականին առողջ ու դիմացկուն են լինում հիվանդությունների նկատմամբ։ Այ մեկը սրա վրա եմ կասկածում, այն ոտքի մոտ սրա վրա եմ կասկածում, որ կանաչներից մեկը կարա ինքը լինի, այս հետ մեկը չէ, փախավ այսա, այս ակտիվ վայրենի ճուտիկը, մեկը երևի սա է, ու սպիտակներից այսա հաստատ այդ բրամայի խառնուրդներից է, այս մեկը իմ սև հավի ձվերից է, այ սա, ու սա բրամա է, բրամայի խառնուրդ է, ոտքերից կարելի է ենթադրել։ Մի խոսքով այսպես չկարողացա կողմնորոշվել սրանցից որոնք են կանաչ ձվերից դուրս եկածները։ Հիմա սպասենք մեծանան, ձվերից կհասկանանք։ Ջան, սագերի համար այսպես բան եմ սարքել, ինքը սովորական մեքենայի ակավերևը կտրած ու կողքերն էլ այսպես թիթեղով ամրացրել եմ, որպեսզի այստեղ սագերը ձուած են ու նստեն։
Նաև այս կողմերում կա, այսպես բները արդեն պատրաստ է։ Իսկ այս մեկը արդեն 10 օրից ավել նստել է ու ձվերը ստուգել եմ, կարծես թե ամեն ինչ նորմալ է։ Տեսնենք ինչ դուրս կգա։ Ժողովուրդ ջան, ոնց հասկանալ, որ ձուն առաջին ձունն է լինում։ Տեսեք իմ ճտերը, անցած տարվա ճտերը սկսել են ածել ու դա երևում է ձվի վրա կարմիր արյան հետքերից։ Դա նշանակում է, որ առաջին անգամ են ածում։ Իսկ իմ ես տարիքով հավը ամեն օր նստում ու առավոտյան վերակենում իրիկունը նստում, չգիտեմ թուքսա թե չէ, վարքագիծը թխսի է, բայց օրվա մեջ վերակենում, ինչը նշանակում է, որ իմաստ չունի իրան ձու վստահել։ Ինքը տարիքով հավա երևի մի 5-6 տարեկան կլինի, չգիտեմ ածում է թե չէ, բայց ամեն օր այսպես նստում է։ Հիմա մի բան եմ ուզում ցույց տամ, ժողովուրդ ջան, համարյա գրեթե բոլոր հավերը բարձրացել են թառի վրա, որովհետև ներքևում ակլորներն են ու տեսեք ինչ կռիվներ է այստեղ։ Նշանակում է, որ հավերը վախենում են ակլորներից, որովհետև ակլորների քանակը շատ է, ինչն էլ տանում է նրան, որ ամբողջ օրը հավանոցում կռիվ է։ Կերը լցրել եմ, իրենք բարձրացել են թառի վրա, այսը։ Պետք է մի բան մտածենք ու առանձնացնենք ակլորներից։ Ժողովուրդ ջան, մի քանի օր առաջ տեսանյութերից մեկում ասել էի ես լամպի մասին, ֆիտոլամպին, որի տակ կարող ենք տանը ինչ-որ բան աճացնել։ Հիմա ես արդեն իմ առած սերմերը այսպես ցանել եմ ու գրել եմ, որ ամանի մեջ ինչ սերմ է ու երեկոները մի քանի ժամ այսպես միացնում եմ լամպը, որպեսզի սերմերը ծլեն ու աճեն։ Սա հատկապես լավ է տանը պատուհանագոգին ինչ-որ բան աճեցնելու համար։ Ես մի քանի տեսակ պոմիդորներ եմ այսպես ցանել ամանների մեջ, որպեսզի ավելի շուտ սացիլ ստանամ։
Չգիտեմ ինչ արդյունք կունենամ, արդյունքների մասին անպայման կկիսվեմ ձեզ հետ։ Ասեցի մի փոքրիկ մասով ձեզ ներկայացնեմ ինչ եմ անում ու ինչի համար եմ անում։ Հուսամ ձեզ կհետաքրքրի։ Դուք կարող եք հավանել տեսանյութը, նաև մեկնաբանություն գրել որևէ հարց կամ ուղղակի բարևել ինձ, եթե ալիքի բաժանորդ չեք, միացեք ինձ։ Մեկին նայեք։ Այլույս ժողովուրդ ջան, արևոտ օր է, գարնանային օրը շաբաթ եւ այսօր օգտվելու ենք առիթից, որ աշխատանքի չենք ու սկսելու ենք յուղի գործեր։ Աշխատանքը շատ է, համ բանջարանոցը պետք է կարգի բերենք, համ թռչնանոցը, ինչ խոսքով այսօր ամբողջ օրը ծանրաբեռնված աշխատանքային պրոցեսների մեջ ենք լինելու, կփորձեմ ինչ-որ հատվածներ ցույց տամ, իսկ դուք մնացեք ինձ հետ, հետաքրքիր է լինելու հուսամ։ Ժողովուրդ ջան, երբեմն մեկնաբանություններում հարցնում են, թե կարելի է հավերին հացով կերակրել, ամբողջ օրը չի կարելի, բայց կարող ենք շաբաթը 1-2 անգամ իրանց կերի մեջ ներառել հաց։ Ես նախապես թռչել եմ, այստեղ նաև ավելացրել եմ ձվի կճեպներ, ուղղակի այս դեպքում մի քիչ պետք է լավ մանրացնենք, որպեսզի հավերը չսովորեն ձու ուտելուն։ Սա կնպաստի նրանց կալցիի պակասի լրացմանը։ Այսպես ես թռչել եմ հացը երեկվանից, հիմա մի փոքր էլ կավելացնենք ցորեն։ Աղացած ցորեն ու ցորենի թեփա։ Ու սրանով այսօր կկերակրենք։ Շաբաթը 1-2, նույնիսկ 3 անգամ օրվա մեջ մի անգամ կերը կարող ենք հաց տալ։ Դա շատ լավ է, քանի որ ինքը խմորիչներ է պարունակում, դրոշ, դա համ նպաստում է նրանց ձվատվության բարձրացմանը, համ էլ այն որ անընդհատ հարցնում ենք ինչ անենք, որ հավերը թող սնստեն, ինչ անենք, որ նստեն, դրոշը եւս կարա նպաստի, որ թող սնստեն։ Տեսնում եք ինչ ախորժակով են ուտում, ժողովուրդ ջան։ Այսպես անընդհատ հարցնում եք ինչ անենք, որ թող սնստեն, ժողովուրդ ջան։ Ես 2 հատ վիդեո ունեմ դրա մասին, կարող եք նայել, այնտեղ մի փոքր
մանրամասներ եմ ներկայացնում, ինչ անել, որ հավերը թուղթ նստեն, բայց դա միայն կերակրելով չի լինի, դա կախված է նաև այլ հանգամանքներից, օրինակ, եթե ինքը ջահել հավեր են, իրենք մի քիչ դժվար են նստում, նաև թուղթ նստելը կախված է ցեղատեսակից, կան ցեղատեսակներ, որ ավելի հեշտ են նստում, օրինակ չինական շոլկվի հավեր կան, իրենք շատ հաճախ են նստում, եթե ուզում եք թուղթ ունենալ, կարող եք այդ հավերից գտնել, ճիշտ ասած Հայաստանում չգիտեմ կա թե չէ, բայց ռուսական ալիքներում հաճախակի եմ հանդիպում, այդ տեսեք ոնց են իրար բշտում։ Մնացածը ժողովուրդ ջան, կնստի չի նստի, սա ուղղակի այդ խորհուրդները, որ ես ասել եմ, դա կնպաստի, որ նստեն, բայց կնստեն թե չէ, դա արդեն շատ հանգամանքներից է կախված, կարող է նաև չնստեն, չկա այդպիսի բան, որ հստակ 100%-անոց երաշխիք կտա, որ հավերն անպայման այդ ամեն ինչ անելուց հետո կնստեն։ Ես այդ երկու վիդեոների հղումները կթողեմ այս վիդեոյի վրա, կարող եք մտնել եւ նայել։ Իսկ մնացածը արդեն իրավիճակներից, հանգամանքներից, պահման պայմաններից է կախված եւ չկա, նորից եմ կրկնում, հստակ որևէ բան, որ կարելի անել, որպեսզի հավերը թուղթ նստեն։ Այսենց խորժակով իրանք միանգամից կերան, իսկ մենք անցնում ենք արդեն հաջորդ գործերին։ Ժողովուրդ ջան, առավոտ արթնանալուց անմիջապես հետո այն ինչ որ անում եմ, դա ճտերին կերակրելն է։ Ու նա ուզում եմ ցույց տամ, թե իրենք ինչ վիճակում են, տեսեք բավականին լավ աճում են, բայց այսօր համ լավ արև է, համ էլ իրենց տակը ինչ տեղափոխել եմ այստեղ, չեմ մաքրել, այդ շատ վատ է, դրա համար այսօր համ իրենց որոշեցի բաց թողնեմ, մի քիչ ման կգան, համ էլ տակը առիթից կողծեմ ու կմաքրեմ ու կարգի կբերեմ, որպեսզի չհիվանդանան։ Նայեք, տեսեք ոտքերը։ Այս մեկին նայեք, տեսեք փետուրները, ինչ առատ է։
Ինչու է կարևոր տաք եղանակին ճտերին դուրս հանելը, որովհետև նախ իրենք արևից ստանում են վիտամին D, որը նրանց իմունիտետը ավելի ամուր է դարձնում, եւ հետո նրանք նաեւ քուջուջ են անում ու իրենց համար գտնում են տարբեր ճիճուներ, մանր ավազ են ուտում, որը հեշտացնում է նրանց մարսողությունը, ինչպես նաեւ նրանք արդեն նոր ծլած կանաչին կկցահարեն, ինչը նրանց ավելի առողջ կդարձնի։ Շատ կարևոր է նրանց առողջ մեծացնելը, քան թե դեղեր տալը, որովհետև ամուր իմունիտետը նրանց ավելի ամուր է դարձնում հիվանդությունների նկատմամբ։ Ժողովուրդ ջան, այդ ճտերի տակը որ մաքրում եմ, այսպես վերում եմ, լսում եմ մի անկյունի վրա ու հավերը քուջուջ են անում, քանի որ ճտերն իրենք երբեմն կերը թափում են ու խառնվում է ծղոտի հետ, այսպես վերելով իրանց տալիս եմ հավերին ու ոչինչ չի կորչում այդպես։ Քիչ հետո այստեղ իրանք ամբողջը կուտեն, կթողեմ մենակ ծղոտը։ Վերակրենք հնդուշկեքին ու բաց թողնենք, ժողովուրդ ջան։ Այս ընթացքում գարնանը շատ կարևոր է հնդուշկեքին զբոսանքը, որպեսզի իրենք կարողանան արածել, թեև կանաչը դեռ նոր-նոր է դուրս գալիս, բայց դա լրիվ բավական է, որ նրանք արածեն։ Շատ կարևոր է արածեցնելը, որպեսզի կարողանան իրենք անհրաժեշտ վիտամինները հավաքեն բնությունից ու առողջ ձվերացեն, որոնք պիտանի կլինեն արդեն ինկուբացիայի համար։ Ժողովուրդ ջան, իսկ սագերը արդեն երկու զու են ածում, այսօր տեսա, որ նստել են ու սկսել են ածելը, այդ նշանակում է, որ շուտով թուղս են նստելու, նոր են սկսել ածելը, իսկ ես մեկը շարունակում է ձվերի վրա նստել ու ամսվա վերջ արդեն արդյունքը կերևա։
Ահա ժողովուրդ ջան, գարունը բացվեց ու գյուղում սկսեց աշխատանքները։ Վառ գեղեցիկ գարունը։ Ահա ժողովուրդ ջան, ճտերը տեսնում եք մի շաբաթվա ընթացքում ոնց են աճել։ Երեք մաքրել եմ ստեղ, բայց այսօր էլի նույն վիճակն է։ Իրանք արդեն ակտիվ այսպես քուջուջ են անում ու ծղոտը այսօր են կողմ են անում ու ամեն կերակրելուց իհարկե ես դե կարգի եմ բերում, բայց եկա նույն վիճակն է։ Ու տեսնում եք ժողովուրդ ջան, այն կանաչ ձվերից ենթադրում եմ այ մեկը սա է, ինքը նաև կարծես թե այսպես գլխին ինչ-որ գլխարկ ունի, մի հատն էլ ուր է, այս սա էլ է, այ տեսեք, բայց վատն են, որ մեծամասնությունը աթոռներ են երևում, իրանք ընդամենը 20 օրական են, ժողովուրդ ջան, այս պետքերի արդյունքը սա է, որ լավ աճում են ու 20 օրականում այս վիճակում չափերի են արդեն հասել։ Հիմա ջուր ու կեր տանք, տեսեք ջրամանը ոնց են շրջում ու կեղտոտում։ Հնդուշկեքը դեռ չեն ածում, ժողովուրդ ջան, այս հնդուշկեքից այս մեկն է, որ մի տարեկան է, մնացածը ճտեր են, իրենք ճիշտ ասած դեռ սեռահասուն չեն, որովհետև անցած տարի հունիսին էին ձվերից դուրս եկել, բայց արդեն բավականին խոշորացել են, ինչ արդեն բաց ենք թողնում իրանց, արածում են, լավ խոշորացել են, հիմա նորից իրանց բաց թողնենք, մի փոքր արև է դուրս եկել, իսկ իրենք հարածելու կարիք ունեն։ Ժողովուրդ ջան, տեսեք իրանք ոնց են քարեր ուտում, ու բավականին խոշոր քարեր են ուտում։ Ու սա ինչ է նշանակում, եթե դուք իրենց բաց թողած վիճակում եք պահում, ապա անպայման ավազ լցրեք։ Ժողովուրդ ջան, սագերի մասով այս սագի տակ 9 առողջ ձվեր կան, ամսի 26-ին երևի դուրս կգան, տեսնեք ոնց կընթանա ընթացքը, բայց մնացածի մոտ այդքան էլ լավ չի, այս մեկը ստեղ մի հատ սպիտակը նստել էր, ձվերին տիրություն չարեց, հետո ձվերը տվեցի ինկուբատորի մեջ, իրան էլ բաց թողեցի, մտածելով, որ նորից կացի, դեռ չի ածում, այս մեկն էլ էլի 8 ձու էի դրել տակը, բայց ինքը կարծես թե լավ չնստեց ձվերի վրա էլի, իրա ձվերն էլ առողջները տարա ու ինկուբատոր, այն որոնք մեջ սաղմ չկար, թողել եմ տակը հասկանալու համար, հնարավոր է, որ ճտերը դուրս գան ու ճտերը լցնեմ տակը, իրան այսպես չեմ հանում, որպեսզի ինքը թխսաթափ չլինի, ուզում եմ ինքը մնա այնքան, մինչև որ ճտերը դուրս կգան ձվերից ինկուբատորում, որոշել եմ այս անգամ ինկուբատորում փորձեմ սագի ձվերը ինչ կլինի, քանի որ այս տարի էլ այդքան լավ չեն ածում սագերը, բնականաբար փորձը մեզ ցույց կտա որն է ավելի լավ
ինկուբատորում, թե թխսի տակ։ Այս տարի մի տեսակ լավ չեն նստում, չգիտեմ ինչից է։ Ամեն դեպքում փորձը փորձանք չի, ինկուբատորում փորձենք, հասկանանք ինչ արդյունք կունենա։ Ջուրը չենք մոռանում, ժողովուրդ ջան, սենյակային ջերմաստիճանի ջուր, արդեն կարող ենք եռացրած ջուր չտալ, բայց կարևոր է ջրի ջերմաստիճանը, որտեղ դրսում ցուրտ է, ու ջուրը սառը վիճակում տալը կարող է իրանց մոտ հիվանդություն առաջացնել։ Այս ուզում ենք ցույց տալ են ոտքերը, որ կարծես ոտքերին ավել լինի։ Նայեք հələ ժողովուրդ ջան, հələ սրան։ Հələ սրա վիճակը նայեք, ոտիկից ասից տան, որ երևա, թե մի քիչ վախկոտ է, այս մեկը չի այսա, հələ նայեք, ոտքերի վիճակը նայեք ու ուզեի բառնայիք ցույց տայի, բայց շատ վախկոտ է ինքը, հələ նայեք, այսինքն տարօրինակ ու տարբեր ձևերի ճտեր ունենք։ Կոմբիկերը սենց մի քանի անգամ լցնում եմ օրվա մեջ, իրանք թվում են։ Այս սրան է ուզում։ Տեսեք ոտքերին էլ է։ Այս չափերի ու ոտքի փետուրները գնալով աճում են սրանք։ Պատմենա, որ աքլորները շատ են ու կանաչ ձվերից էլի կարծես թե բոլորը աքլոր են, մեկի վրա եմ կասկածում, որ հավ լինի։ Դրա համար երկրորդ անգամ նույն ձվերից մի քանի հատ նորից գնել եմ ու ինկուբատորում եմ դրել։ Այս տեսանյութի ընթացքում ցույց կտամ ձեզ։ Մեկը այս է, կանաչից ու էլի աքլոր, խնդրեմ։ Այստեղ արդեն աստիճանաբար, քանի որ իրանք լավ փետրակալել են, թեթև մի հատ բարակ շոր եմ գցել բանի վրա, որպեսզի ջերմաստիճանը շատ չբարձրանա, որտեղ լույսը օրվա ընթացքում մեծ մաս էսպես միացրած է լինում, մինչև ջերմաստիճանը դրսում կարգավորվի, արև լինի ու բաց թողնենք, իրենք արդեն կարող են ազատ գնալ արածել։ Այ կանաչներից մեկն էլ այս է, հաստատ սա է, այստա։ Տեսեք։ Հարցրեցի ձուն գնելուց, ասացին, այդ կինն ասաց, որ կարմիր ճտեր են հիմնականում։ Կմեծանան արդեն կհասկանանք ինչ սորտի հավեր են, լցրան։ Մեծամասնությունը երևի 14-ից մի 10 հատը հաստատ աքլոր են։ Տեսեք, արդեն կատարների վրա երևում են։ Մյուսն էլ եմ ուզում ցույց տամ, էլի ոտքերը այդպես փետուրոտ։ Այ մոխրագույնին էլ նայեք, այս սրան։ Էլի ոտքերի նայեք, մի քիչ մոտիկացնեմ, հանգարում են, այսան ոտքերի նայեք, սիրուն են շատ, բայց այս մեկը, որ ահավոր սիրուն է իմ համար, աքլոր է, բայց եթե նկատում եք, իրանց ամենասիրելի զբաղմունքը իրանց մամայի մեջքին նստելն է,
Սա մեկը բարձրացա, մնացածը հերթով բարձրանալու են։ Իրանց համար զբաղմունք են գտել այս փոքր տեղը ու ամբողջ օրը այդպես նստում են։ Էլի ոտքերի նայեք, սա էլ է։ Սևն է։ Ահա, տեսեք։ Ինչ կարելի անել ազատ ժամանակ, նստում են մամայի մեջքին կամ սաղում են իրանց համար։ Ժողովուրդ ջան, հիմա հավերին կերակրում ենք տան մնացած սննդի մնացորդներով։ Այստեղ մի փոքր ճաշի մնացորդներ են, մի փոքր մսաջուր եմ խառնել ու նաև ցորեն եմ ավելացրել ահացած, սրանով շաբաթը 1-2 անգամ կերակրում ենք։ Ինձ հաճախ են հարցնում, թե ինչ անենք, որ հավերը ձուկ չուտեն։ Այսպիսի կերերով, կերակրելով, սննդի մնացորդներով, դուք կարող եք լրացնել են հանքանյութերի պակասը, որոնք առաջանում են թռչունների մոտ։ Սա է կարագից մնացած թանն է, որը իմիջիայլոց շատ սպիտակուցներ է պարունակում ու կարող եք դրանով կերակրել, որպեսզի հավերը ձվերին վնաս չտան, ձուկ չուտեն։ Եթե դուք իրենց փակի տակ եք պահում, այսինքն իրենք ազատ զբոսանք չունեն, դա նրանց մոտ առաջացնում է տարբեր վիտամինների ու հանքանյութերի պակաս, դրա համար նրանք սկսում են ձու ուտելը։ Հետևաբար, այս տարբերակով կարող ենք նրանց վիտամինների ու հանքանյութերի պակասը լրացնել։ Ձվերը հավաքենք, ժողովուրդ ջան, մի քանի օր ձվերը հավաքում ենք ու ինկուբատորի մեջ եմ դնում։ Միասին հավաքենք, հասկանանք այսօր քանի ձու ենք դնելու ինկուբատորի մեջ։ Այստեղ էլ ունենք։ Կա մանր ձվեր, որովհետև այս տարվա ճտերն են ածում, կա խոշոր ձվեր, որովհետև տարիքով հավերել ունենք, 11 ձու ընդհանուր հավաքեցին։ Երբեմն հարցնում են քանի ձու են ածում հավերը տորական, ժողովուրդ ջան, հիմնականում մինչև 10, 11, 12 ձու են վերցնում, ինչի համար, որովհետև նախ մի քանի ծեր հավեր կան, որոնք այդքան լավ էլ չեն ածում, նրանք աստիճանաբար պետքա կրճատենք, իսկ երիտասարդներից շատերը նոր են սկսել ածել, օրինակ սա նոր է սկսել ածել, այս մեկն էլ է նոր սկսել ածել, տեսեք ինքը չափերով փոքր հավա, նոր սկսել է ածելը։ Սա չի ածում, օրինակ, այս մեկը չի ածում, բայց արդեն կատարից երևում է, որ շուտով ածել է։ Մի խոսքով գերակշիռ մասը սկսել են ածելը, իսկ որոշները դեռ չեն ածում։ Այդ տեսեք, այս սպիտակը չի ածում, ինքը հավի նայելով չափերից եւ կատարի վիճակից կարանք հասկանանք ու նաեւ ակլորներն են շատ։ Հետևաբար քանակին համապատասխան լավ են ածում։ Որ ճտերն էլ սկսեն ածելը, արդեն մենք կունենանք ավելի լավ արդյունք։ Այսա տեսնում ենք, որ չի ածում, բայց
Շուտով կսկսի ածելը։ Մի խոսքով այսպիսի վիճակ է, հիմա ձվերը կտանենք ու ինկուբատորում կդնենք։ Մի քանի օր առաջ իրար հետ ցանած սերմերն արդեն ծլել են, ժողովուրդ ջան, տեսնում ենք այստեղ պամիդորներն են դուրս եկել, պղպեղներից դեռ միայն այս դեղին չիլին աճել, բայց նաև կային պամիդորի սորտեր, որոնք այդպես էլ չծլեցին, իհարկե այստեղ նաև սերմի գործոնը կա, կարծես թե սերմերից որոշները անորակ էին ու կային նաև որ քիչ քանակությամբ էին դուրս եկել, այստեղ նաև մի վարունգ է դուրս եկել, փորձի համար եմ դրել։ Ու նաև այստեղ մի քանի բույսեր եմ այսպես դրել, տեսնելու ինչ արդյունք կտա։ Ֆիտոլամպի տակ իրանք լավ են աճում, ֆիտոլամպը լավ ազդեցություն է ունենում իրանց աճի վրա։ Այստեղ նաև նոր ցանածներ ունենք, սա էլ մեր ավոկադոյի ծառն է, որը սերմից ենք ստացել։ Տեսնենք ինչ արդյունք կունենա, նաև նախատեսում եմ եւս մի հատ այսպիսին ցանել, քանի որ չհասցրինք ջերմոց շուտ դնենք, իսկ դրսում ցուրտ է, հուսանք գոնե այս տարբերակով կկարողանանք սածիներ ունենալ։ Ընկերներ, մեր մոտ նաև ինկուբատորի սեզոնն է բացվել։ Այստեղ տեսնում եք ունենք էլի կանաչ ձվեր, որոնք գնել եմ ու նաև իմ հավի ձվերից եմ դնում։ Այս անգամ մի այսպիսի փորձ եմ արել, փորձում եմ մի քանի օր հավաքած ձվերը ամեն օրվա հավաքածուն այսպես դնել։ Տեսնենք ինչ արդյունք կտա, գիտեմ որ լավ միտք չի, որովհետև երբ միանգամից ես ձվերը դնում, կարողանում ես վերահսկել ջերմաստիճանը, իսկ այս դեպքում կլինի 3-4 օր դրած ձվեր։ Չգիտեմ այս միտքը ոնց առաջացավ, քանի որ սագերը լավ չէին նստում ձվերի վրա ու սագի ձվերը տեղափոխեցի ինկուբատորի մեջ, որոշեցի հավի ձվեր դնեմ, բայց միանգամից այսքան ձու հավաքելը երկար ժամանակ կտևեր, դրա համար այսպես օրվա ածած ձվերը դնում եմ, նաև փոքր փորձ կլինի իմ համար։ Իհարկե վստահ եմ միանգամից դնելը ավելի ճիշտ է, բայց ամեն դեպքում այս տարբերակն էլ փորձենք հասկանալու համար ինչ թերություններ ունի սա։ Հիմա մի օպտիմալ ջերմաստիճան եմ ընտրել, փորձում եմ դրանով այնպես անել, որ համ սագի ձվերին վնաս չլինի, համ հավի ձվերից ինչ որ բան դուրս գա։ Այստեղ ձվերի վրա նշան եմ անում երկու կողմում, այս սագերի ձվերի վրա էլ նշան կա, որ ամեն անգամ պտտելուց նույն ուղղությամբ չդնեմ։ Այս ինկուբատորը ինքը ռեշոտկա ունի, որ ավտոմատ պտտում է ձվերը, բայց սագի ձվերի համար շատ փոքր է, հետևաբար չէի կարող ռեշոտկան դնեի ու ավտոմատ պտտեի, ստիպված օրը 3-4 անգամ այսպես ձեռքով պտտում եմ, որպեսզի ինկուբացիան լավ ընթանա ձվի ներսում։ Խոնավությունը փորձում եմ կարգավորել արդեն ջուր ավելացնելով, սենց ամեն օր 3 անգամ պետք է պտտեմ, հասկանալու համար որ արդյունքը։ Արդյունքներով իհարկե կկիսվեմ, ընթացքում բնականաբար այսքան ձվերը չեն մնա, մի 2-3 օրից կստուգենք ներսում սաղմ կա թե չէ, որը սաղմ չլինի կհանենք ու ինկուբատորը մի փոքր կթեթևացնենք։ Այստեղ հիմնականում իմ հավի ձվերն են, բայց ես մի փոքր կասկածում եմ, որ աքլորները շատ են, հնարավոր է դա խնդիրներ առաջացնի եւ սաղմ քիչ լինի, սերմնավորված ձվերը քիչ լինի, որտեղ աքլորները անընդհատ կռվում են հավերի համար։ Ռեշոտկայով այս ինկուբատորը 63 հավի ձու է տանում, բայց քանի որ առանց ռեշոտկայա
տեղը մի փոքր ընդարձակվում է ու ավելին է, ճիշտ ասած չեմ հաշվել հիմա քանի ձու եմ դրել, մոտավոր մի 70-ից 80-ի կարգի արդեն ձու եմ դրել, այսօր վերջին ձվերը դրեցի, դրանով արդեն կսահմանափակեմ հասկանալու համար ընթացքը ինչ ընթացք կունենա ինկուբացիան, սա այս տիպի ինկուբացիա առաջին անգամ եմ փորձում, երբ միաժամանակ երբ սագի ձվեր դնեմ եւ հավի ձվեր դնեմ, սագի եւ հավի ձվեր իհարկե համատեղելի չեն, որովհետեւ խոնավության ու ջերմաստիճանի առումով իրանք տարբեր են, տարբեր ինկուբացիոն ջերմաստիճան ու խոնավություն են պահանջում, բայց այլ տարբերակ չկար, քանի որ սագերը նորմալ չէին նստում, իսկ այստեղ միայն սագերի մի քանի ձու պահելու համար ինկուբատորը չարժեր միացրած եւ այսպես որոշեցի այսպես դնել, միասին նաեւ փորձ կլինի ու ձեզ ցույց կտամ, դուք էլ կիմանաք արժե դնել թե չարժե։